Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանին։ Բարի երեկո, պարոն Ղազինյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Օրեր առաջ դատարանը երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը եւս 1 ամսով։ Այս որոշումը ինչով էր պայմանավորված եւ ինչ հիմնավորում ներկայացրեց դատարանը քննիչի միջնորդությունը բավարարելու համար։ Ճիշտն ասած, ինչ որ առումով սպասելի էր նաև, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանի ազատությունը, այսինքն տնային կալանքից ազատ լինելը, շատ վախեցնում է իշխանություններին։ Իրենք իրենց չափիչ գործիքներով, չափելով տեսնում են, որ անգամ կալանավայրում, անգամ տանը տնային կալանքի տակ գտնվելով վարկանիշի աճ է տեղի ունենում եւ պատկերացնում են, թե ինչ կլինի, եթե Սամվել Կարապետյանը լինի ազատության մեջ եւ շփվի մարդկանց հետ։ Այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ զանգովի արդարադատություն իրականացավ, համոզված եմ, որովհետեւ այդ հոդվածով մեր գործընկերը Վարդևանյան Արամը ներկայացրել է, բայց այդ հոդվածով այսպես վերջի 1 ամիսն էր, որը միջև գործի դատարան գնալ իրավունք ունեն որից խափանման միջոց կալանքի տեսքով իրականացնելու կարծիքով ուղղակի վախ։ Եթե այսպես շարունակվի, ենթադրենք մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանը մնա տնային կալանքի տակ կամ նորից խափանման միջոցը փոխվի, ինչ եք անելու։ Աստված մի արասցե, մենք թիմի աշխատանքը շատ ավելի դժվարանում է, որովհետև Սամվել Կարապետյանի դրսում լինել այլ բան է, Սամվել Կարապետյանի կալանքի տակ լինելը ամբողջովին այլ բան է, բայց համոզված եմ, որ ամեն ինչ արվելու է եւ ժողովուրդն էլ է հասկանում, համոզված եմ անգամ իրենց իշխանության ընտրողները հասկանում են ինչ է կատարվում եւ իրենց օգտին չի աշխատելու այլևս։ Օրեր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադառնալով հարցին, թե որ դեպքում այս կամ այն քաղաքական ուժին հնարավոր է թույլ չտան մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, հայտարարեց, որ եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա բացառված է, որ որևէ ուժի թույլ չտան մասնակցելու։ Այնուամենայնիվ դուք որևէ մտավախություն ունեք, որ կամ եթե որևէ փաստաթուղթ չհասցնեք ներկայացնեք, պլան B ունեք այս դեպքում։ Բնականաբար պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Ուղղակի Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում այդպիսի դեպք չի եղել, որ իշխանություն ձգտող եւ բոլոր սոցհարցումներով արդեն իշխանության այսպես եկած 98-ից հետո ուժին ուղղակի զրկեն մասնակցությունից։ Բերում են Մոլդովայի սցենարը, մի քանի առիթով ասել են, որ եւ երկրներն են տարբեր, եւ մենտալիտետներն են տարբեր, եւ վերջին հաշվով անգամ իշխանությունը չունի այդպիսի մանդատ նույն Եվրոմիությունից, նույն այլ խաղացողներից, որպեսզի կարողանա այդ բոյի, այսպես ասած, անօրինականություն անել։ Բայց ամեն դեպքում սպասում ենք եւ պատրաստ ենք։ Պարոն Ղազինյան, բայց ամեն դեպքում իշխանությունը եւս սոցհարցումների տվյալներ է հրապարակում, որտեղ իշխող ուժը բացարձակ առաջատար է, բայց Ուժեղ Հայաստանը երկրորդ տեղում է ներկայացվում։ Իրենք շատ մեծ ցանկություն ունեն, համոզված եմ, ներկայացնելու Ուժեղ Հայաստանին վերջի տեղում։ Բայց չունեն այդ հնարավորությունը եւ երկրորդը այն ընկերությունում սոցհարցումներ ներկայացվել են, եթե հիշում եք, իշխանության ղեկավարը հանդիպում ունեցավ Ամերիկայում տնօրենի հետ, այստեղ էլ եւս իրենց խմբակից հանդիպումներ ունեցան այդ ընկերության հետ եւ մի քանի օր հետո այդ սոցհարցումը դուրս եկավ, արժանահավատ չեն այդ սոցհարցումները։ Օրեր առաջ իշխանական падգամավորներից մեկը այսպիսի մի հայտարարություն արեց, որ ինչպես եք պատկերացնում, որ օրինակ երկրորդ նախագահի գլխավորած ուժը որևէ պահի կարող է իր ձայները տալ Ուժեղ Հայաստանին եւ մատնանշում էր Նարեկ Կարապետյանին, բայց միևնույն ժամանակ քննարկումներ կան եւ խոսակցություններ, որ Ուժեղ Հայաստանն է իր ձայները տալու երկրորդ նախագահի գլխավորած ուժին։ Ձեր մեկնաբանությունը։ Ճիշտ ասած, ծիծաղելի եմ համարում։ Նախ առաջինը արդեն իրենք որոշել են ով է ազգային ժողով անցնելու եւ ինչ համեմասությամբ եւ հիմա ձայներ տալու չտալու խնդիր են դրել, դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատրաստվում են ինչ որ կեղծիքների
Մեր ժողովուրդը պետք է որոշի, ով կլինի առաջի տեղում, ով կլինի երկրորդ, ընդհանրապես մեծամասնություն ինչ-որ մեկը կազմի, չի կազմի։ Այդ իսկ պատճառով մենք որևէ քննարկման մեջ չենք մտնում, մենք գնում ենք բացարձակ մեծամասնություն վերցնելու Սամվել Կարապետյան վարչապետով։ Ինչ վերաբերում է մեր ձայները տալուն, գիտեք, ես պատրաստ եմ, որպես ուժեղ կուսակցության խորհրդի անդամ, յուրաքանչյուր անձի Հայաստանի Հանրապետությունում իր ցանկացած չափելի գործիքներով ապացուցել, որ այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Իր ցանկացած։ Մեկը կարող է ասել երթվի, մեկը կարող է ասել ձեռքը դիր Աստվածաշնչի վրա, մեկը կարող է մի քանի րոպե խոսակցության արդյունքում հասկանա, որ այդպիսի բան հնարավոր չի։ Դա ուղղակի իշխանության գործիքներից մեկն է, որ իբրև թե Սամվել Կարապետյանը կապ ունի երկրորդ, երրորդ, չգիտեմ, տարբեր ուժերի հետ, բնականաբար ունեցել է կապ, բնականաբար աշխատել է բոլոր իշխանությունների հետ, այդ թվում նաև այս իշխանության հետ, այդ իսկ պատճառով ես հորդորում եմ մեր ազգաբնակչությանը ուղղակի փորձել ուսումնասիրել Սամվել Կարապետյանի անձը եւ հասկանալ, որ Սամվել Կարապետյանը երբեք չի խաբել, այս ամբողջ սև, այս PR-ի պարագայում չի եղել դեպք, որ ասեն Սամվել Կարապետյանը ինչ որ մի դեպքում ասել է մի բան, արել է այլ բան։ Իսկ դա արդեն ցուցիչ է։ Մենք որևէ պարագայում, որևէ ձևով չենք պատրաստվում մեր ձայները տալ որևէ մեկին։ Տեսեք, պարոն Ղազինյան, սահմանադրական արգելք կա, որ պարոն Կարապետյանը լինի վարչապետ։ Հասկանալի է, 2/3-ը խորհրդարանում ունենալու դեպքում հնարավոր է այդ հարցը կարգավորել։ Այնուամենայնիվ, եթե չհաջողվի եւ միակ տարբերակը լինի ձայները տալ այլ քաղաքական ուժի, չեք գնա այդ ճանապարհով։ Եթե կարելի է, ես ձեզ հարցը տամ, ի՞նչ է նշանակում առաջի տեղով գնացող ուժը, գոնե այս պահին, եւ համոզված եմ ավելանալու է, չի պակասելու, իր ձայները տա երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեղում գտնվող ուժին։ Այդ աբսուրդը ոնց կարելի է բացատրել։ Եթե հնարավոր չլինի, որ Կարապետյանը դառնա վարչապետ։ Չի կարող այդպիսի բան լինել, որ հնարավոր չլինի, բացատրեմ ինչու։ Բացատրեմ ինչու։ Մենք ունենալու ենք ժամանակավոր համակարգող, հիմա իշխանությունները անդադ ուզում են լսեն այդ բառը, մենք չենք ասում այդ բառը։ Մեր համար լինելու է ժամանակավոր համակարգող Նարեկ Կարապետյանի դեմքով եւ տարբեր անգամ ամենավատագույն սցենարով մենք մեծամասնությունը հավաքելու դեպքում բնականաբար այսպես ասեմ անգամ շատ մեծ հավանականություն կա, որ ԿՊ-ից են ձայները տալու, որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա հասկանալով ինչ է կատարվում։ Օրեր առաջ դուք ուժեղ Հայաստան կուսակցության որպես խորհրդի անդամ, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր մասնակցում էին ՀԱԿ-ի համագումարի։ Առաջին նախագահը իր վստահությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հայտարարելով, որ նա միակ այս պահին տեխնացուն է, որի շուրջ կարող են համախմբվել մյուս ընդդիմադիր բևեռները։ Տեսնում ենք, որ ՀԱԿ-ը պատրաստ է կոալիցիայի։ Այս առումով որևէ փոփոխություն կա։ Առաջին նախագահը ասել է իրականությունը եւ ասել է այն, ինչ մտածում են բոլորը։ Ես ինչու շեշտեցի, որ անգամ ԿՊ-ից է հնարավոր եւ սպասում եմ, որ ձայներ կլինեն, որովհետեւ այնտեղ այսպես բռնաճնշումների, կոմպրոմատների արդյունքում է այդ խմբակցությունը պահվում ընդհանրապես իրենց թիմը, որոնց լավ հասկանում ենք։ Այնպես չի, որ ինչ որ մեկը համակրելու է դրա համար է տալու, ուղղակի ստիպված է տալու, հասկանալով ինչ է կատարվում, այս առումով։ Իսկ դաշինքների հետ կապված անպայման կհայտարարենք, եթե լինեն այդպիսի զարգացումներ։ ՀԱԿ-ի անդամներից հնարավոր է լինել ցուցակում, թե չէ։ Չեմ կարող այս բանին ասել, որովհետև դեռևս չունենք որևէ համագործակցություն, այդ իսկ պատճառով այս բանին հնարավոր չի ասել։ Արտաքին հետախուզության ծառայությունը օրեր առաջ մի հրապարակում արեց, ըստ որի դրսում գտնվող մեր հայրենակիցների վրա ճնշումներ կան առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Ձեր ուժի անունը ուղիղ չի շրջանառվում, բայց կարծես հասկացվում է, որ ուժեղ Հայաստանին նաև նկատի ունեն։ Նաև խոսակցություններ կան, որ 80-ից 100,000 մարդ պետք է բերվի Հայաստան ընտրություններին մասնակցելու համար։ Սա ընդհանուր առմամբ հնարավոր է նման բան իրականացնել ցամաքային սահմանով կամ օդային սահմանով, եւ արդյոք նման խոսակցությունները տեղին են։ Նախ հռետորական հարց, ինչու իշխող ուժը եւ իր սացելիտ անձին կամ ուժերը ինչու չեն ուղիղ հայտարարում, որ երկրի մասին է խոսքը։ Շատ
վախենում են, որովհետև այն երկրներում, որտեղ մենք ունենք կոնկրետ շատ մեծ համայնք, դրանք գերտերություններ են։ Եվ երկրորդը, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը կյանքի մեծ մասը անցկացրել է դրսում եւ այնտեղ արարել, ստեղծել է իր ամբողջ կապիտալը, հնարավոր են համարում եւ հավանական են համարում, որ շատ մարդիկ հույսը կապելու են Սամվել Կարապետյանի հետ, նախ այդպիսի իրական ապացույց ունենալու դեպքում արդեն հայտարարել էին, օդում խոսակցություններ են, անգամ ինչ որ մեկը այնտեղ ասում էր երկաթ բետոնյա ապացույց չունեմ, այդ իսկ պատճառով չեմ հայտարարում, չգիտեմ իր ապացույցները այս բային ինչ մատերիալից է, բայց ամեն դեպքում համոզված եմ ունենալու դեպքում կհայտարարեին։ Եվ երկրորդը մենք էլ ենք զգում մեր այսպես դիմումներով, զանգերով, տարբեր տեսակի հեռախոսազրույցներով, մյուսով, որ այո, մարդիկ տեսնում են հույս, եւ այն մարդիկ, որոնք բավականին ժամանակ չեն մասնակցել ընտրություններին, հիմա ցանկություն ունեն գալ մասնակցելու։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը որևէ բան չի կազմակերպում, որևիցե ձևով, որևիցե մեկին նամանավան ճնշումով կամ անգամ խնդրելով չենք ասում։ Մենք մեր ծրագիրն ենք ներկայացնում եւ այո համոզված ենք, որ շատ մարդիկ իրենց միգուցե համառային արձակուրդները տեղափոխեն, միգուցե այլ ճանապարհներով գան Հայաստան եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Հեծի շուրջ զարգացումներից խոսենք։ Պետությունը կարծես գնում է հեծը հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով։ Հիմա հարց. Եթե այնուամենայնիվ սեփականատիրոջ համար ընդունելի չլինի հանրային գերակա շահ ճանաչվելու դեպքում այդ փոխհատուցվող գումարի չափը, ինչ է սպասվում, ինչ է լինելու հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը օրենքով նախատեսված, իրենք պետք է կատարեն գնահատեն ընկերությունը այս բային։ Այս պայծրությամբ դեռևս չի կատարվել, եթե չեմ սխալվում։ Իրենք ինչ որ մի գնահատող ընկերության մասին են խոսում, իբրև թե գնահատվել եւ մեզ առաջարկ է արվել, ժամկետների մասին արդեն խոսել եմ, չկրկնվեմ։ Հիմա գերակաշահի մասին օրենքով իրենք պետք է գնահատեն, գումարած 15% վճարեն սեփականատիրոջը եւ արդեն համարվի այսպես ճանաչված գերակաշահ։ Բայց այստեղ կա երկու խնդիր։ Նախ առաջինը, պարտավոր են գնահատել հուլիսի 18-ի դրությամբ, այսինքն այն ժամանակ, երբ որ դեռևս գտնում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո հեծը, եւ պարտավոր են գնահատել լիցենզիայով։ Այսինքն լիցենզիայի զրկելը իրենց մտածելակերպով ենթադրում էր, որ առանց լիցենզիայի ընկերությունը գնահատվի ավելի քիչ։ Եվ երկրորդը, որ արդեն 8 եւ ավել ամիս իրենք կառավարում են, իրենց կառավարման արդյունքում համոզված եմ, շատ սխալների արդյունքում այսօր վիճակը վատ է հեծում եւ այսօրվա վիճակում փորձում են գնահատել այսօրվա վիճակով առանց լիցենզիայի եւ իրենց ապիկար կառավարման արդյունքում առաջացած խնդիրներով հանդերձ։ Մենք կարճ ասում ենք, պետք է գնահատվի ընկերությունը միջազգային անկախ գնահատող ընկերության կողմից եւ պետք է գնահատվի լիցենզիայով եւ հուլիսի 18-ի դրությամբ, այսինքն միջև պետության կառավարման վերցնելու։ Հնարավոր է, որ հետագա փուլերում Հայաստանից դուրս հարցը քննարկվի, նկատի ունեմ այլ ատյաններում։ Իհարկե հնարավոր է, այստեղ գիտեք Սամվել Կարապետյանը, երբ որ ասում են Ռուսաստանից կախում, չգիտեմ, այստեղից այնտեղից, ես բոլոր ինֆորմացիաներ ունենալով հեծը գնահատում եմ մինչև $1 միլիարդ։ Երբ որ մարդը ասում է թքած ունեմ այդ ընկերության վրա որպես գույք, այսինքն թքած ունի մոտավորապես $1 միլիարդ գումարի վրա, եւ այդ մարդուն բերեն կպցնեն, որ վախենում է ինչ որտեղ կապիտալ կորցնելուց, չեմ համարում նորմալ։ Եվ խոսույթը մի քիչ շեղվելով ձեզ ասեմ, եւ խոսույթը Սամվել Կարապետյանի մասին ես երբևիցե չեմ փորձել եւ չեմ էլ ցանկանում անձնական վիրավորանք հասցնել։ Ուղղակի խորհուրդ եմ տալիս այդ սուբյեկտներին մի հատ իրանց անցած ճանապարհը նայեն, մի հատ տեսնեն իրենք ինչ ընդհանրապես արժեք են ստեղծել իրենց կյանքում բացի փչացնելուց։ Եվ նոր խոսեն անձի մասին, մարդու մասին, ով որ ամբողջ կյանքում ստեղծել է եւ եղել է իր պետության կողքը։ Ուղղակի խորհուրդ եմ տալի իրենց կարմիր գծերը չանցնել։ Պարոն Ղազինյան, եթե հեծը սեփականաշնորհվի, ազգայնացվի, ներեցեք, հնարավոր համարում եք, որ սակագնի փոփոխություն կլինի եւ որ դեպքում է դա հնարավոր անել։ Անկախ ազգայնացնելուց մի հետաքրքիր հանգամանք ձեզ ասեմ, յուրաքանչյուր տարի
հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը պետք է վերանայի սակագինը։ 3 տարբերակ կա այդտեղ, կամ թողնել նույնը, կամ իջեցնել, կամ բարձրացնել։ Այս տարի քննարկումների ժամանակ ինչ են անում, իրենք վերցնում են էներգոհամակարգի բացասական եւ դրական էֆեկտները։ Երբ որ բացասական էֆեկտները ավելի շատ են, լինում է սակագնի բարձրացում, երբ որ քիչ են, այսինքն չկա բացասական էֆեկտ, մնում է նույնը, երբ որ դրականն է շատ, իջնում է սակագինը։ Այս պարագայում միլիարդավոր դրամների խաղերի արդյունքում կանգնել է 0-0, այդպիսի մաթեմատիկա գոյություն չունի աշխարհում։ Այսինքն, չգիտեմ, հեծը դրական է փակել տարին, ատոմակայանը բաց, ընդհանրապես էներգոհամակարգը։ Նախ այդտեղ շատ մեծ մանիպուլյացիա եւ շատ մեծ կեղծիք կա։ Եվ երկրորդը ես մի քանի անգամ այդ հարցը տվել եմ, ոչ մեկ չի կարողանում պատասխանել, չեն ուզում պատասխանել, որտեղ գիտեն, որ կեղծիքը այդտեղ է թաքնված։ Ատոմակայանի համար 26 թվականին ֆինանսական այլ եկամուտ 12 միլիարդ դրամ, որտեղից։ Այսինքն ատոմակայանը 12 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ որտեղից է ունենալու։ Ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդ գումարը ինչ որ տեղից կլինա պետական բյուջե, կլինի պետական պարտք, վերցրել են, որպեսզի զսպեն սակագնի թանկացումը, քանի որ դիմաց ընտրություններ են։ Եվ համոզված հայտարարում եմ, որ ընտրություններից հետո սակագինը թանկանալու է։ Քանի որ խոսեցինք ատոմակայանի գործունեության մասին, այսօր քննարկումներ կան, որ հնարավոր է ամերիկյան մոդուլային տիպի ատոմակայանի կառուցում։ Եթե խոսենք ընդհանուր Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, սա Հայաստանի համար ընդունելի մոդել է։ Ընդհանրապես համարում եմ, որ ընդունելի մոդել է, ուղղակի այդպիսի բան չկա։ Դեռևս իմ ինֆորմացիայով չկա մոդուլային ատոմակայան, որը միացված է ցանցին։ Անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եղել է նախագիծ, որը հաստատվել է, սկսել են նախագծման աշխատանքները, այսինքն հանրային ծառայությունների կարգավորող իրենց հանձնաժողով, չգիտեմ ոնց է կոչվում, թույլ է տվել, որպեսզի դա իրականացվի։ Եվ նախագծվել է, սկսվել է շինարարություն, որի ընթացքում պարզվել է, որ 2 եւ ավել անգամ թանկ է լինելու։ Այսինքն նույն պետությունը, որը մեզ առաջարկում է, դա ինքը իր մոտ չունի դեռևս։ Այսինքն չկա դրա պատրաստին, որպեսզի տեսնես ինչպես է աշխատում, ցանցին միացած է, ինչ օգուտներ կամ ինչ վնասներ կարող է ունենալ։ Եվ մեր պետությունը պետք է այդքան գումար վճարի ինչ որ չեղած բանի համար։ Որպես երևույթ դրական եմ գնահատում, բայց ինչ որ բան այստեղ ներդնելուց պետք է նաև տեսնենք դրա էֆեկտը, ինչ որ միտեղ դա եղած լինի։ Ինչի պետք է Հայաստանի Հանրապետություն լինի փորձադաշտ, այն էլ ոչ նվերի տեսքով, այլ մենք լրացուցիչ այսպես պարտքերի տակ, որտեղ այդ 5 գումարա 4 միլիարդ դոլարը չունի Հայաստանի Հանրապետություն։ Պարոն Ղազինյան, երբ դուք եք ղեկավարում ՀԵՑ-ը, այն ժամանակ, եթե չեմ սխալվում, հայտարարում եք, որ կորուստները մոտ 8%-ի հատվածում են, եթե խոսենք ընդհանուր հանրային ծառայությունների ոլորտից, ջրի հետ կապված մի քանի անգամ ավել են կորուստները։ Այս դեպքում ազգայնացվում է ՀԵՑ-ը։ Հնարավոր է համարում, որ մի օր էլ այս գործողությունները տեսնենք նաև ջրի հետ կապված։ Ճիշտ ասած 8 չի, 6-ի շրջակայքում է եւ հետեւողական ճիշտ աշխատանքի արդյունքում կորուստները բավականին նվազել են, որի արդյունքում չի եղել սակագնի աճ։ Կորուստի տոկոսը անմիջական կապ ունի սակագնի աճի հետ, անմիջական։ Հիմա Վիոլա ջրի պարագայում, եթե դուք հետևել եք եւ տեսել եք, այնտեղ մի այսպիսի խնդիր կա, ասում են դատարկված հավատարմագրային կառավարման, այսինքն օդանավակայանի պես, այսինքն ամբողջ ենթակառուցվածքը պատկանում է պետության։ Լավ, մի բան ընդունենք, ու իրականում այդպես է, եւ ասում են պետությունը չի կատարի իր պարտավորությունը։ Վիոլային պաշտպանելով, իրենք պետությանը մեղադրում են պարտավորությունները չկատարելու մեջ։ Այսինքն ինչ է դուրս գալիս, որ պետությունը չկարողանալով կառավարել եւ կատարել իր պարտականությունները, դրա արդյունքում ունենք այսօր ջրի հետ կապված այդ վիճակը։ Բայց ասում են չէ, պետությունը լավ կառավարի հետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։